Հարգելի համաքաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր քննարկում ենք շատ կարևոր նախագծեր, սակայն այս բարեդրությամբ արձագանքելու եմ մեր ընդդիմության ներկայացուցիչներին ավտոկայանի ճանապարհի հետ կապված։ Ձեր նշած հատվածում այս պահին տեղի են ունենում շինարարական աշխատանքներ Գազպրոմ Արմենիայի կողմից եւ այնտեղ խողովակներ են փոխվում։ Եվ այդ համատեքստում այնտեղ ասֆալտային շերտ չի կառուցվել եւ խողովակների փոփոխությունից հետո, նոր դրանից հետո համապատասխան աշխատանքներ կկատարվեն եւ կոչ եմ անում, որպեսզի չճշտված ինֆորմացիան հանրությանը ամբողջական չտրամադրել եւ մանիպուլյացիա չանել։ Այստեղ մեր գործընկերներից Արշակ Սարգսյանը բոցաշունչ ելույթ էր ունենում, սակայն ցանկանում եմ մի դրվագի մասին պատմել, որը տեղի ունեցել օր առաջ հանձնաժողովի նիստի ընթացքում։ Մենք քննարկում ենք մի նախագիծ, որի համատեքստում Թբիլիսյան փողոցի վրա դպրոցի նախնական համաձայնության նախագծին պետք է համաձայնություն տայինք եւ ընդդիմության ներկայացուցիչները Մայր Հայաստան խմբակցությանը տվյալ նախագծին կողմ չքվեարկեց եւ ձեռնպահ քվեարկեց։ Այդ նիստի ընթացքում նաեւ մենք ավտոկայանատեղերի տրամադրման նախագիծ ունեինք եւ այդ համատեքստում նաեւ Sirusho Production-ի կազմակերպությունը ցանկանում էր Երևան համայնքում ունենալ ավտոկայանատեղի։ Մեր խմբակցությունը տվյալ նախագծին դեմ քվեարկեց եւ հարգարժան պարոն Սարգսյանը կողմ էր քվեարկել այդ նախագծին եւ անմիջապես դրանից հետո իմ եւ իմ մնացած գործընկերների հետ լեզվակռիվ էր տալիս, թե ինչու ենք տվյալ կազմակերպությանը դեմ քվեարկել, դա քաղաքական հետապնդում է եւ անձնավորված որոշում։ Պարոն Սարգսյան, դուք այստեղ բոցաշունչ ելույթ եք ունենում, խոսում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, երևանցիներից, չկատարված նախագծերից։ Ես ձեզ հարց եմ հնչեցնում եւ պաշտոնապես պատասխան եմ ուզում։ Դուք ո՞ր կազմակերպության շահերի պաշտպանն եք, որ բիզնես շահի պաշտպանն եք այստեղ հանդիսանում, որ քաղաքական ուժի հովանավորության ներքո եք։ Ձեզ հենց ասում են Քոչարյանի հետ կապ ունեք, քիչ համոնում ես դահլիճում ձեզ դիվահարվածի պես պատերով տակ, բայց ձեր խմբակցության ներկայացուցիչները նույն Մեսրոպ Մանուկյան Հայաստան դաշինքի 13-րդ համարն է։ Իհարկե շատ խիստ կասկածում եմ, որ նա իր մանդատը կստանա, առհասարակ Հայաստան դաշինքը կհայտնվի խորհրդարանում, բայց եթե նույնիսկ հայտնվի, դուք ձեր մնացած գործընկերների հետ ձեր մանդատը մատաղ են անելու, ինչ որ մեկը որպեսզի ստանա, ինչպես նախորդ խորհրդարանում եղավ։ Այնքան մարդիկ մանդատը դրեցին, մինչև փոքրիկ Քոչարյանը Լյովկան իր մանդատը ստանա։ Այդպես է լինելու։ Դուք իմացեք, որ ընդհանրապես գործիք եք այս համատեքստում եւ ձեր տեքստերով զուտ գործիքի պարտականություն եք կատարում։ Եվ չհամարձակվեք այսուհետ որևէ ավականու անդամի քվեարկությունը, թե կլինի դա հանձնաժողովի նիստին, թե լիագումար նիստերի դահլիճում կասկածի տակ դնել։